Տիկին Տոնոյան, այստեղ մենք մեր խոսակցության ընթացքում այսպես կարմիր թելով անցնում է առաջարկներ հասարակությանը, ինքնության, անվտանգության, սոցիալական հարցերի և հետևելով նաև առաջարկ Հայաստանին ծրագրին կարելի է ասել, որ այս ոլորտների վերաբերյալ և լուրջ վերլուծություններ և առաջարկներ են ներկայացվում հասարակությանը։ Ոնց եք գնահատում, հասարակությանը հասնում է դա, կարդում են, արդեն տեղյակ են և ազդեցություն ունենալու է հասարակության տրամադրությունների վրա, որովհետև կարծիքը կարծես արդեն իսկ ինչպես պարոն Բարոնյանը բացատրեց, ձևավորված կարծիքը արդեն կա, խոսենք հասարակության տրամադրությունների մասին առաջարկ Հայաստանի տեսակետից։ Շնորհակալ եմ շատ, ողջունում եմ բոլորին։ Իրականում ամիսներ առաջ, երբ որ հայտարարվեց առաջարկ Հայաստանին ծրագրի մեկնարկի մասին, բնականաբար կային դրան նախորդող շատ վերլուծություններ, թե որքանով ծրագիրը կհաջողի, որքանով կդառնա հոգեհարազատ մարդկանց, որքանով կլինի ճանաչելի և ընդունելի հասարակության տարբեր շերտերի կողմից։ Բնականաբար մասնագիտական կարծիքները իմ գործընկերների տարբեր էին, բայց այս պահին արդեն ծրագրի մեկնարկից շուրջ 6 ամիս հետո պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ առաջարկ Հայաստանին նախաձեռնությունը և առաջարկ Հայաստանին ծրագիրը կարողացել է դառնալ հանրային քաղաքական կյանքի ամենաճանաչելի բրենդներից մեկը։ Վստահաբար դա այդպես է, այդ մասին վկայում են ոչ միայն տարբեր հարցումները, այլ նաև մեր ամենօրյա շփումները։ Այս ամիսների ընթացքում մենք իրականում կարողացանք մեր հարյուրությանը հասցնել այն մեսիջը, որ առաջարկ Հայաստանինը դա ծրագիր է հենց մարդկանց կողմից ստեղծվող և մարդկանց մասին։ Սա ամենակարևոր թեզն է, որովհետև ծրագրի մեկնարկային փուլում այն գաղափարը, որը Գագիկ Ծառուկյանի կողմից դրվել է շրջանառության մեջ, դա այն էր, որ պետք է սկզբունքորեն փոխվեն ծրագրի կազմման մոդելները, բոլոր մոդելները, որոնք մինչև այս պահը գործել են, կարծրացած են եղել, արդարացրել են իրենց կամ չեն արդարացրել, դա արդեն այլ հարց է, սակայն մեր վստահ համոզմամբ աշխատասենյակներում նստած որևէ մասնագետ կամ չինովնիկ կամ ցանկացած պաշտոն զբաղեցնող մարդ կամ ցանկացած ոլորտի ներկայացուցիչ չի կարող այն կատարելությամբ տիրապետել խնդիրներին ու խնդիրներին, որ կատարելությամբ, որ դրան տիրապետում են հենց այդ ոլորտի ներկայացուցիչները, շահառուները ու կրողները։ Եթե մասնավոր կոնկրետ մի այսպես օրինակ բերելու լինեմ, առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակներում արդեն իսկ օրեր առաջ հրապարակվել է կոնկրետ երիտասարդների առաջարկների բլոկը։ Ինչպես է ձևավորվել այս բլոկը, սկզբում լավագույն լուծումները առաջարկում են երիտասարդները խորագրով մրցույթ է անցկացվել, որի շրջանակներում շուրջ 500 ուսանողներ Հայաստանի և Սփյուռքի լավագույն բուհերը ներկայացրել են իրենց առաջարկները, որոնցից արվել է ծաղկաքաղ պրոբլեմների լուծման ճանապարհները, որտեղ նախանշված են, և կազմվել է առաջարկ Հայաստանին ծրագրի երիտասարդության հատվածը։ Եվ այս սկզբունքով մենք շարժվելու ենք բոլոր ոլորտների ուղղությամբ։ Այսօր արդեն տնտեսական պլատֆորմն է ներկայացվել առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակներում, որի մշակման աշխատանքներում ևս ներգրավված են եղել ոլորտի առաջատար ներկայացուցիչները։ Գյուղատնտեսության ոլորտի առաջարկների բլոկի հետ կապված գյուղատնտեսության ոլորտի ծրագիրը գրվել է հենց գյուղերում, որքան էլ որ այսպես կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, բայց այդ ծրագիրը գրվել է գյուղերում, գյուղամեջի զրույցների հիման վրա, գյուղացիների տներ այցելությունների արդյունքում ամիսներ շարունակ հավաքագրվել են հազարավոր խնդիրներ, այդ ամեն ինչը վերլուծվել են եւ այնուհետ նոր միայն մասնագետների մասնակցությամբ դա բերվել է տեսքի եւ նախապատրաստվում է հրապարակման։ Կարմիր գծի նման մենք խոսում ենք միասնության մասին, միասնության, հավաքականության, անհրաժեշտության ու կարևորության մասին։ Առաջարկ Հայաստանինը հենց սրա մասին է, որովհետև նախորդին արդեն Գագիկ
Ծառուկյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցելու ենք Բարգավաճ Հայաստան կուսակցությամբ, բայց սա բացառապես իրավական լուծում է ընտրություններին մասնակցելու։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը հենց միտում ունի այդ համախմբվածությամբ ու այդ միասնականությամբ առաջիկա գործընթացներին մասնակցելու։ Ինչու համար եմ սա նշում, որովհետև որոշակի այսպես տարընթերցում ու թյուրընկալում կա այդ հայտարարությունների մեջ։ Օրեր առաջ պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ վերկուսակցական քաղաքական հանրային դաշտի նոյան տապան ստեղծելու գաղափարով է հանդես գալիս, որը առաջարկ Հայաստանի ծրագիրը կյանքի կոչելու գործնական մեխանիզմը պետք է հանդիսանա։ Այս դեպքում բոլոր այն անհատները, հանրային քաղաքական գործիչները, ովքեր այս օրերին միանում են նախաձեռնությանը, նրանք չեն միանում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, նրանք միանում են առաջարկ Հայաստանին ծրագիրը կյանքի կոչելու նախաձեռնությանը եւ մենք չափազանց շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնագիտական ներուժը, իրենց պոտենցիալը ուզում են օգտագործել այս ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ եւ այս ծրագիրը ուժեղացնելու ուղղությամբ։ Մենք անցնում ենք այսպես այս օրերին իմ գործընկերներից նշեցին, որ իրականում առաջիկա խորհրդարանական ընտրությունները չափազանց պատասխանատու են բոլորի համար, ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև ցանկացած քաղաքացու համար։ Ես լավատեսորեն ուզում եմ հավատալ, որ մեր հայրենակիցներից, մեր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչներից ամեն մեկը իսկապես գիտակցում է իր քվեի կարևորությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ուզում եմ օգտվելով ընձեռված հնարավորությունից, թեպետ առաջիկա ամիսների ընթացքում բնականաբար անընդմեջ մենք խոսելու ենք այս մասին, որ յուրաքանչյուրի քվեն է կարևոր, սակայն ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ ասել, որ իսկապես սա ընտրություն է լինելու, առաջիկա ընտրությունը դա մեր հետ պատերազմյան ժամանակահատվածի ապատիան, խեղճությունը կոտրելու շանսը եւ հնարավորությունը։ Իրապես հունիսի 7-ին մեր քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրություն կատարելու։ Արդյոք մենք շարունակելու ենք այս խեղճացած որոշակի առումով գլուխներս խոնարհած վիճակով ապրել, թե հնարավորություն ունենք մեր ազգային արժանապատվության, ինքնության վերագտման եւ արժանապատիվ կերպով մեր գոյությունը շարունակելու։ Մենք խոսում էինք ընտրությունը լինելու է ավելի լավ Հայաստան ունենալու մեջ, ես ավելի վատատեսորեն եթե ասելու լինեմ, ընտրություն ունենալու ենք ընդհանրապես Հայաստան ունենալու մեջ։ Դրա համար կարծում եմ, որ այս դեպքում համախմբվածությունը, միասնականությունը, գաղափարների համախմբումը մեր առաջնահերթ անելիքներից մեկը պետք է լինի, որովհետև կյանքը իրականում հունիսի 7-ին չի ավարտվելու։ Մինչև հունիսի 7-ը բոլոր այդ ներկայացված նախաձեռնությունները բնականաբար կյանքի կոչվելու անհրաժեշտություն են ունենալու։ Այս պահի դրությամբ կարծում եմ, որ քաղաքական հայտ ներկայացրած ուժերից յուրաքանչյուրը վստահաբար իր ներկայությունը տեսնում է առաջիկա խորհրդարանում, բայց խնդիրն այստեղ բացարձակապես խորհրդարանում ներկայացվածությունը չի, որովհետև երբ որ նժարին դրված է լինում պետությունը կորցնելու վտանգը, երբ որ նժարին դրված է լինում ազգային ինքնությունը կորցնելու վտանգը, կարծում եմ յուրաքանչյուր պաշտոն ու մանդատ այլևս երկրորդական են դառնում, ու այս դեպքում բնականաբար կարևորը արդյունքն է եւ ոչ թե մանդատը։ Կոնկրետ առաջարկ Հայաստանի ծրագրի հետ կապված բնականաբար այս պայմանությամբ քննարկումները բազմաթիվ են տարբեր քաղաքական միավորների, հանրային գործիչների հետ, նրանցից մի մասի հետ կան արդեն կոնկրետ պայմանավորվածություններ, մի մասի հետ աշխատանքները շարունակվում են, բայց ուզում եմ վերահաստատել, որ խնդիրը այստեղ միասնական համատեղ ջանքերով առաջ գնալու մեր պատրաստակամության մեջ է, ու եթե շատ կարճ ձևակերպելու լինեմ, այս մասով հենց Գագիկ Ծառուկյանն էլ իր խոսքում օրերս նշել է, որ ինքը պատրաստ է համատեղ աշխատանքի։ Եվ այս դեպքում բոլոր այն մարդիկ, հանրային քաղաքական գործիչներ, ովքեր ունեն հաստատակամություն աշխատելու, առանց որևէ հետին մտքի եւ առանց որևէ պաշտոնամանդատա ակնկալիքների, բնականաբար մենք բաց ենք համագործակցության համար ու սիրով պատրաստ ենք համատեղ ճանապարհ անցնել, որովհետև կոնկրետ այն ոլորտները, որոնք որ նախանշված են, որ այս օրերին իրականություն են դառնում դրանց հետ կապված ծրագրերի մշակումը, դրանք այն խնդիրներն ու խնդիրներն են, որոնք
ամենօրյա ցավալիորեն ամենօրյա ռեժիմը բախում են յուրաքանչյուր մեր հայրենակցի դուռը, դա աշխատատեղերի բացակայությունն է, դա համատարած անարդարությունն է, դա ցավոք սրտի վերջին տարիներին նաև թմրամիջոցների օգտագործման ծավալների կատաստրոֆիկ ավելացումն է։ Այս օրերին մարզաշխարհի հազարավոր ներկայացուցիչներ լծված են հենց թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի մշակման աշխատանքներին, եւ այս աշխատանքները չեն սկսել նոր եւ չեն ավարտվելու հունիսի 7-ին, վստահաբար դրանք լինելու են շարունակական, որովհետեւ դա մեր ապագայի խնդիրն է, մեր առողջ ապագա ունենալու հարցն է, եթե չկա առողջ երիտասարդություն, բնականաբար չկա նաեւ ապագա, ինչի մասին ենք մենք հիմա խոսում եւ մտածում ու անհանգստանում։ Մի խոսքով ձևաչափը այդպիսին է, առաջարկները բազմաթիվ են եւ ամենակարևորը այն գաղափարն է, որ այս ծրագիրը ստեղծվում է մարդկանց կողմից եւ իրականացվելու է մարդկանց համար։ Ծրագրի շահառուները մարդիկ են, ծրագրի հեղինակները եւս։ Կարծում եմ սա այդ ընդհանուր միասնականության գաղափարի մեջ ամենակարևոր դրույթներից մեկն է եւ բնականաբար որևէ նախընտրական կամ ընտրական գործընթաց բնական է, որ չի կարող գոյատևել առանց սոցիոլոգիայի։